Վաստակաշատ պարուսույց Ֆլորա Ասոյանը Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում սպասում էր 10-րդ հոբելյանական աշնանային պարահանդես փառատոնի բացմանը։ Սակայն տոնական երեկոն այլ ընթացք ստացավ։ Հորովել երգի բարի անսամբլի երկարամյա մենապարուհի, վաստակաշատ պարուսույց, Վանաձորի Տաթև արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր բալետմայստեր, աշնանային պարահանդես փառատոնի հիմնադիր Ֆլորա Ասոյանն իր համար անակնկալ կերպով դարձավ այս պարահանդեսի գլխավոր հերոսուհին։ Երեկոն նվիրված էր նրա հոբելյանական 65-ամյակին։ Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ սեղանի շուրջ նստած է հարազատ դեմքեր միաձայն գովերքում են քեզ շփոթված ես դե ինչ արած ամպերը լեպեք շռայլում ես զգացմունքը քո մեջ ու տակված դու գիտես ցանկություն կմնա Տաթև Գալստյանի այս մտահաղացմանը միացել էին Ֆլորա Ասոյանի տարբեր տարիների սաներ ու պարային խմբեր։ Անակնկալը ստացված էր, իսկ Հոբելյարը, ով բազմաթիվ հանդիսատեսի սրտեր է գերել իր պարով, հուզված։ Շատ եմ հուզված, ինչպես կխոսեմ, եթե չեմ կարողանում ասել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ ձեր ներկայության, ձեր վերաբերմունքի համար, ձեր հիշողությունների համար, բոլոր եղեգերջանիկ եւ առողջ, բարին բոլորիս։ Լոռու մարզպետի կողմից հայ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում նշանակալի ավանդի, համապետական ու միջազգային պարի մրցույթներում ձեռքբերումներ ունենալու համար պարգևատրվեց շնորհակալագրով։ Շնորհավորում ենք ձեզ եւ շնորհակալություն ենք հայտնում այն մեծ ավանդի համար, որ դուք եք ներդրել մեր պարարվեստում։ Գաղտնիք չէ, որ մշակույթի տարբեր բնագավառներում շատ վայրերում պարարվեստ բառը ասոցացվում է հենց ձեզ հետ։ Այսօր ոչ միայն շնորհավորում եմ, այլ իսկապես այս բոլոր ձեր սաների դահլիճում նստած բոլոր մարդկանց անունից շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ներդրման համար, որ դուք եք կատարել մեր քաղաքը, մեր մարզը, մեր Հայաստանը ամբողջ աշխարհում ներկայացնելու։ Ծննդյան 65-ամյակի կապակցությամբ տարբեր պարային համույթների ու մշակութային կազմակերպությունների կողմից Ֆլորա Ասոյանն արժանացավ շնորհակալագրերի ու շնորհավորագրերի։ Առաջին հերթին ինձ տվել է կուրսընկեր Տաթև Գալստյանը, ում միջոցով ծանոթացել եմ նաև Ֆլորա Ասոյանի հետ եւ մեր բարեկամությունը ոչ միայն պարարվեստում, այլ նաև ընտանեկան մթնոլորտում շատ ջեր կարգավիճակում է գտնվում։ Շնորհակալ եմ ձեզ, որ դաստիարակել եք, մեծացրել եք նման աղջիկ։ Երեկոյի ընթացքում բացի հյուրընկալված պարային խմբերը ելույթներով հանդես եկան նաև պարային խմբի տարբեր շրջանավարտներ, որոնք վերականգնել եւ ներկայացնում էին Ֆլորա Ասոյանի նախկին բեմադրությունները։ Իսկ վերջում հին ու նոր սաների հետ հանդիսատեսին ներկայացան Գյովընդ ավանդական պարով, որի պարագլուխը բեմի վարպետն էր։ Ասենք հա, կազմակերպեց մարդը, բայց որ բոլորս ենք միահամուռ միանան ու անեն այն ինչ որ հարց կնա, ես ապշած եմ, ես շնորհակալ եմ, ես երախտապարտ եմ բոլորից։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։